Կարծում եմ, որ մենք ներսում տարաձայնություններ կարող ենք ունենալ իշխանության հետ, բայց չենք կարող վիճարկել ընդհանրապես պետության գոյությունը եւ չենք կարող քննարկել մենք պետություն պիտի ունենանք թե չէ։ Այս անձինք իրենց այս ամբողջ շրջանակով, հա, այս մակաբույծ պարազիտները մի խնդիր են հետապնդում այս գործընթացով կազմաքանդել, կազմալուծել հայկական պետականությունը, ինչը Պուտինին, ով այս բոլորի սցենարիստն ու ռեժիսորն է, չի հաջողվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անել։ Այդ հայտարարությունը ռուս-թուրքական պայմանավորվածություններ, համաձայնություններ հայկական պետականության կազմաքանդման վերաբերյալ։ Հիմա ինքը ուրեմն շարունակում է այդ գործընթացը եւ իդեպ շարունակում է 2021 թվականին ընդդիմությունը ամբողջությամբ իր ձեռքը այսպես սեփականացնելու պատճառով։ Մեր խնդիրն է այսօր հանդես գալ մեր ժողովրդին եւ ասել, որ դուք տեր եք կանգնել իշխանությանը 2021 թվականին, հիմա խնդիր ունենք, որպեսզի տեր կանգնեք նաեւ ընդդիմությանը, որտեվ Պուտինը ըստ էության ընդդիմությունը դարձրել է հենման կետ հայկական պետականությունը զավթելու, հայկական պետականությունը կազմաքանդելու համար։ Այդ հենման կետից պետք է զրկել Պուտինին եւ իր այս բոլոր գործակիցներին, հանցակիցներին, ում հետ ինքը օրթախաբար ուրեմն վճռել է ուրեմն չեղարկել հայկական պետականությունը։ Իդեպ սրան նաեւ միացել է օրինակ Ադրբեջանի իշխանության ինչ որ արդեն շերտեր եւ ավելի ու ավելի համոզվում եմ, որ օրինակ Քոչարյանը որպես սիմվոլ, հա, սրանց ուղղակի նվեր է Ալիևի համար։ Ալիևը ամեն օր երազում է, որպեսզի ընդդիմության կարգավիճակում տեսնի Քոչարյանին։ Նո հասկանալի է, որ նրանք իշխանություն չեն կարող լինել, ընդդիմության կարգավիճակում նույնիսկ Քոչարյանը ամեն օր կլեգիտիմացնի Ադրբեջանի որևէ գործողություն, որևէ ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Միջազգային գործընկերների մոտ Քոչարյանի ցանկացած հայտարարություն դա կլինի ալիբի, որ հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում, որ հայ ժողովրդի հետ ընդհանրապես չի կարելի մի քանի տարվա նույնիսկ որ մնաց 100-ամյակի պայմանավորվածություն կայացնել։ Այնպես ինչպես իհարկե Ալիևին ձեռնտու է, որպեսզի Հայաստանում նոր սահմանադրություն չընդունվի, որտեղ դա եւս հնարավորություն կտա մշտապես ուրեմն այս այո անորոշությունը շարունակել եւ սпасել հարմար պահի օրինակ որպեսզի իհարկե ծրագրերից չի հրաժարվել Ալիևը իրեն ինքը խնդիր ունի Հայաստանին թույլ չտալ որպեսզի դաշնակիցների եւ գործակիցների այնպիսի շրջանակ կարողանա իր թիկունքին ունենալ որը կթանկացնի կամ անհնար կդարձնի Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիվ գործողություն։